Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում քաղաքագետ Արթուր Խաչիկյանն է, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Խաչիկյան։ Փորձենք վերլուծել վերջին օրերի գլխավոր ներքաղաքական իրադարձությունը Փարաքարում եւ Գյումրիում, թիմ ընտրություններում իշխող ՔՊԻ եւ անձամբ Փաշինյանի պարտությունը, որքան էլ նա այս ընտրությունների ընթացքում Գյումրի չգնաց, որովհետեւ չէր ուզում սպասվող պարտությունը իր անձի հետ ասոցացնել, բայց ակնհայտ է, որ սա Փաշինյանի ձախողումն էր, կխնդրեմ վերլուծել ինչ տեղի ունեցավ եւ ինչու է սա կարեւոր։ Սա շատ կարեւոր է, քանի որ ցույց է տալիս, որ ժողովուրդը արթնանում է, ժողովուրդը հասկանում է, որ 18 թվականից հետո բոլոր այդ տված խոստումները սուտ էին, որ մեզ տանում են դեպի Հայաստանի կործանում, որ մենք տեսանք պարտությունից հետո ողբերգություն, մի քանի պատերազմ, 5000 զոհ, կորցրած Արցախ, այդ բոլոր սուտ խոստումները, խաղաղության խաչմերուկ, ապագա կա եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը դուրս եկավ սուտ, ժողովուրդը դա տեսնում է, հենց այսօր, այս գիշեր կրակել են Սյունիքում մեր գյուղերի վրա, ինչպես միշտ նրանք սուտ են ասում կամ ճշմարտությունը թաքցնում են։ Պարզ է, որ ամեն ինչ որ նրանք արեցին, սուտ դուրս եկավ եւ բերեց մեզ այս ողբերգությանը եւ ժողովուրդը դա հասկանում է եւ այլևս անընդհատ նախքին ասելով, թալան ասելով չի ստացվում ժողովրդին խաբել, ժողովուրդը արթնանում է եւ հետո դա ցույց է տալիս, որ երբ որ ընդդիմությունը կարողանում է միավորվել, դա արդյունքներ տալիս է եւ ես ուզում եմ ողջունել եւ մեր գյումրեցի ընկերներին եւ մեր Փարաքարի հայրենակիցներին, որ ցույց տվեցին մեզ, որ դա հնարավոր է անել, եթե ճիշտ ձևով կազմակերպի ընդդիմությունը։ Ցույց է տալիս նաև, որ այդ բոլոր խոստումները, ոչ թե խոստումները, այլ այդ թեզերը, որ ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդը չի հասկանում, ժողովուրդը դուրս չի գալիս, դա ճիշտ չէ, ժողովրդին ոչ ոք էլ չմեղադրի, տեսնում եք, որ երբ որ ընդդիմությունը ճիշտ ձևով է գործում, արդյունքներ լինում են։ Պարոն Խաչիկյան, Գյումրիում ընդդիմությունը առանձին գնաց ընտրության, այսինքն այդ միասնական միավորված ընդդիմության ֆորմատով չգնաց, բայց առանձին ուժեր, առանձին թեկնածուներ կարողացան համապատասխան ձայներ ստանալ եւ ճիշտ է 50 գումարած 1 հաղթանակ չապահովվեց, բայց այսօր ռեալ շանս կա Գյումրիում չունենալ իշխանական քաղաքապետ եւ այդ մասով արդեն ընդդիմադիր ուժերը կարծես թե փորձում են համաձայնության գալ, դեռևս հստակ չէ Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումը, թեև նա հայտարարել է, որ Գյումրին ԿՊԱ-կան քաղաքապետ չի ունենալու, բայց թե ինչ ձևաչափով նա կփորձի միանալ այդ համաձայնությանը, երևի ապագան ցույց կտա, ամեն դեպքում ինչպես եք գնահատում այդ շանսը գետնի վրա եւ այս դեպքում արդեն թեկնածուներից մեկից է ստացվում է կախված, ԿՊ-ն Գյումրիում իր պարտությունը արդեն կարձանագրի չունենալով քաղաքապետ, թե կլինի այլ սցենար, որը օրինակ տեսել ենք Երևանում, տեսել ենք այլ քաղաքներում, Վանաձորում եւ այլն։ Դե իհարկե սա գյումրեցիների ընտրությունն է, ես գյումրեցի չեմ եւ այդքան էլ շատ չգիտեմ ներքին քաղաքական ազդեցությունների մասին, բայց որքանով ես հասկանում եմ 3 տեխնացու ընդդիմության արդեն միավորվել են, այո, եւ սպասում են 4-րդին, արդեն 2 օր։ Դա հետաքրքիր է։ Ես կարող եմ մենակ հույս հայտնել, որ 4-րդ տեխնացուն նույնպես կմիանա ընդդիմությանը, իմ համար որևէ անձի հետ ես այնտեղ որևէ խնդիր չունեմ։ Եվ ընդհանրապես այնտեղից էլ չեմ, այսինքն իրանք էլ չունեմ խնդիր ունենամ։ Դուք վերլուծեք քաղաքագիտական տեսանկյունից։ Հասկանում եմ։ Ես միայն կարող եմ հույս հայտնել, որ ընդդիմությունը ի վերջո կմիավորվի, որովհետև իմ համար կարևոր է, որ այս իշխանական խումբը, այս քաղաքական խումբը, քաղաքական ուժը փոխվի, գնա, որպեսզի մենք եւ Գյումրիում, եւ Փարաքարում, եւ ամբողջ Հայաստանում կարողանանք փոխենք այս կառավարությունը, որովհետեւ այս կառավարությունը բացի դժբախտությունից, նոր պատերազմներից, նոր զիջումներից, ստորացումներից ոչինչ մեզ չբերեց։ Եվ սա կենսական անհրաժեշտություն է, որովհետեւ սրանք մեզ տանում են Հայաստանի կործանման։ Դա է կարևոր։ Ես հույս ունեմ, որ ի վերջո մենք այդ նորությունները կստանանք եւ նրանք կմիավորվեն։ Իսկ ինչ սցենար է հնարավոր, Երևանում դուք տեսաք այդ սցենարը, երբ որ իշխանությունը չհավաքեց, որքանով ես հիշում եմ, անհրաժեշտ
ձայների քանակը, բայց երրորդ ուժի աջակցությամբ մենք բոլորս գիտենք, ինչպես ասում են, մարդագողությամբ, այդպես է կարելի ասել, այո, նրանք ի վերջո կարողացան այդ հասնել իրենց նպատակին։ Ես հույսով եմ, որ այդպիսի բան չի լինի Գյումրիում։ Իսկ Փարաքարում ընդհանրապես չի լինի։ Դե արդեն այնտեղ 50 գումարած մեկ է։ Այո, ես ողջունում եմ մեր Փարաքարի ընկերներին։ Այսինքն այո, հույսով եմ, որ այդ սցենարը չի լինի եւ մենք այդ խումբը գոնե Գյումրիում իշխանությունից կգնա, որը մեզ հույս կտա նույն բանը անել Հայաստանում։ Ահա, այ ԿՊ-ի ձախողումը երկու համայնքներում ինչ եք կարծում, հենց իշխանության համար ինչ որ դաս եղավ կամ նա հասկանում է ինչ կատարվեց, որովհետև ամբողջ պետական ապարատը, ամբողջ վարչական ռեսուրսը ներդրված էր Գյումրիում ու անգամ դա իրենց չօգնեց, այսինքն սա ուղղակի տոտալ տապալում էր։ Ինչ վերաբերում է դասին, ես կարծում եմ ռեպրեսիաներ կտեսնենք, որտեղ նրանց ոչ այն է, որ երբեք չընդունել, որ նրանք ինչ-որ բան սխալ են արել։ Ես չեմ խոսում բոլորի մասին, բայց որոշ մարդկանց մասին։ Նրանք երբևիցե չեն ընդունի, որ իրենց մեղքն է, նրանք երևի կդիմեն ռեպրեսիաներին, էլի կսկսեն օրինակ հարձակվել էին լրագրողների վրա, տեսել եք, ինչ-որ նոր գուցե եթե ինչ-որ բողոքի ցույցեր լինեն, էլի ուժ կկիրառեն, նրանք հանգիստ չեն գնա, նրանք այտենց խաղաղ ձևով չեն գնա։ Ինչ վերաբերվում է իրենց ռեսուրսին, որքանով ես մեդիաներից տեսել եմ, այնտեղ կային մարդիկ, ինչ որ ցուցակներով, ներկայացակային անում, տեսնում էին ով է եկել, ով չի եկել, գնում էին այդ մարդկանց մեքենաներով բերում էին, որը տարածված ձև է։ Հետո շատ հետաքրքիր էր, որ լույս էին անջատում։ Հետաքրքիր է մթության մեջ ոնց են մարդիկ քվեարկել։ Եվ դա ինչու է ամեն անգամ լինում ընտրությունների վերջում, շատ հետաքրքիր է։ Հաշվարկի ժամանակ։ Այո, մենք որ երիտասարդ ենք, լույս անջատում ենք միայն այդ ֆոտոժապավենը պրայվ կանելու համար, իսկ քվեարկության ժամանակ լույսը ինչու է անջատում, ես չգիտեմ։ Բայց եւ հետո այնտեղ անձնական ֆակտորն էլ կա, հնարավորությունը հնարավոր է որ այդ անձը ինչ որ հեղինակություն ունի իր համայնքում, այսինքն դա անձի հարց չէ, շատ հնարավոր որ եթե որևէ ասոցիացիա չներ այս խմբի հետ, գուցե ավելի դրական լինի։ Այսինքն Գյումրիում ԿՊ-ին մերժեցին, էսա է կարևոր արձանագրումը։ Իմ կարծիքով այո, անգամ այդ բոլոր խախտումներից հետո, որը ես տեսել եմ, որքանով ես եմ տեսել մեդիաներից, անգամ այդ եւ նաեւ ճիշտ եք ասում մի ամբողջ զորք գնաց Գյումրի, տեսակ քանի մարդ գնաց այնտեղ, բայց չստացվեց։ Դա կարևոր է, այսինքն դա հույս է տալիս, որ եթե ընդդիմությունը ճիշտ դասեր քաղի, մենք կարողանանք կոմպետենտ, խելացի, փորձառու ինչ-որ կառավարություն ունենանք եւ մեր երկիրը փրկենք։ Պարոն Խաչիկյան, 26 թվականի ընտրություններին ընդառաջ Գյումրիում Փարաքարում այս ձախողումը նաեւ հաստակ է ԿՊ-ի համար այն տեսանկյունից, որ իրենց վերարտադրվելու հնարավորության մասին կարող ենք արդեն եզրակացնել, դատելով հանրային վստահությունից, ընտրությունների միջոցով, դատելով այն սոցհարցումների իրենց համար աղետալի ու շարունակաբար նվազող վարկանիշից, որը մենք տեսնում ենք, այսինքն սա արդեն ցուցիչ է առ այն, որ այդքան հեշտությամբ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու վերարտադրվել։ Այո, իհարկե։ Դա Երևանի թվերը հիշում եք, Երևանի ընտրությունների ժամանակ ինչքան էր 30 էր կարծեմ, թե 31 էր։ Հիմա էլ բավականին ցածր է, ցավոք սրտի ընդդիմությանն էլ է շատ ցածր, քանի որ ընդդիմությունը չի կարողանում համախմբվի եւ պետք է դասերը քաղի իհարկե, բայց անհնար է հերկել, որ այո, իրենց ռենքինգները իջնում են, ռեյտինգները իջնում են եւ ինչ դասեր կարող են նրանք դրանից քաղել։ Նայեք, մենք Չէ, ես նկատի չունեմ ԿՊ-ն դաս քաղի, այսինքն սա քաղաքական դաշտի նաեւ հանրության համար ազդակ է, որ հնարավոր է, այո, նաեւ ընտրությունների միջոցով արտահերթ կամ հերթական իշխանազրկել այս ուժին, այնպես ինչպես Փարաքարում տեղի ունեցավ եւ ինչի շանսը Գյումրիում կա։ Դե այո, իհարկե, փաստացիորեն տեսակ, հենց մեր աչքի առաջ դա կատարվեց, մանավանդ Փարաքարում։ Գյումրիում մենք դեռ սպասում ենք այդ պատասխանին, բայց Փարաքարում դա եղավ, ես ողջունում եմ մեր հայրենակիցներին Փարաքարից, ես իմ գործընկերները խոստացել ենք միշտ օգտվել իրենց ծառայություններին, կամավոր Երևան գալուց հետո այո փաստացիորեն դա տեղի ունեցավ մեր աչքերի առաջ, այսինքն նույն բանը կարելի անել եւ ուրիշ քաղաքներում, եթե իհարկե բռնություն չկիրառվի եւ այդ շարաշահումները նոր ուժով չանեն, օրինակ մարդկանց հաշվել ով է եկել, ով չի եկել, գնալ իրենց բերել այնտեղ, հետևել ինչպես են նրանք քվեարկում, դա խախտում է, դա ապօրինի է։ Մանավանդ լույս անջատելը, դա էլ է շատ Դե նմանատիպ դրվագներ իհարկե մենք տեսանք եւ նախկինում էլ տեսել էինք,
Վան Խաչիկյան եւ կան կամ տանգային իրավիճակին կրակում են սահմանին, կրակում են Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, թիրախավորում են բնակելի տներ եւ այս էյֆորիան իբրև թե խաղաղություն վերելու ոչ մի կերպ իշխանության հայտարարությունների հանգուցալուծմանը չի հասնում, այլ հակառակը Ադրբեջանը ուժ է ցույց տալիս։ Ինչ է անում հիմա Ադրբեջանը, սա փորձ է ճնշել հայ հասարակությանը, որ լուր հնազանդ կերպով գնա այդ փաստաթղթի ստորագրմանը, չընդդիմանա դրան, թե իսկապես էսկալացիայի հնարավորությունը մեծանում է։ Երկուսն էլ։ Իհարկե սա հոգեբանական ճնշում է, քաղաքական ճնշում է, ուզում են ստիպեն հայերին, որ մենք ենթարկվենք, բոլոր պայմանները կատարենք, որից հետո հաջորդ պայմաններն են լինելու։ Եվ նայեք, եթե 300,000 ադրբեջանցի գա Հայաստան, եթե այսօր կրակում են մեր Սյունիքի գյուղերի վրա, այո, եթե 300,000 ադրբեջանցի գան Հայաստան, ում վրա են կրակելու, այդ ժամանակ ում վրա են կրակելու։ Եվ այդ կրակոցից հետո, եթե ինչ-որ բան սկսվի, ինչ-որ կոնֆլիկտ սկսվի Հայաստանում, քանի ժամ կանցնի, մինչև ադրբեջանական բանակը մտնի մեր տարածք։ Պետք է մտածել, չէ՞ դրա մասին։ Այն մարդիկ, ովքեր ասում են Արցախը լավ տեղ չէր, այնտեղ պետք չէր ծառայել, դա շատ սխալ է, քանի որ վաղը դա ձեր տունն է լինելու։ Մենք որ ասում ենք Ղարաբաղը զիջելով դուք հանգիստ չեք ապրի։ Հիմա այդ կրակոցները Սյունիքում լավ լսեք, որովհետև սա հետևանք է ձեր որոշումների, այն բանը, որ դուք հետ բերեցիք այս կառավարությունը, դրա համար եք դուք լսում այս կրակոցները։ Եվ որ ձեզ բացատրում էին, որ Ղարաբաղը հանձնելով դուք հանգիստ չեք ապրի։ Տեսակ հիմա թշնամին մոտեցավ ձեր տանը։ Հիմա արդեն Սյունիքի հարցն է։ Նրանք իհարկե ճնշում են գործադրումներ վրա, ուզում են մեզ վրա ուզում են ստիպեն, որ մենք ենթարկվենք, բայց խաղաղության պայմանագիրը անգամ եթե մենք կնքենք, դա ոչ մի բան չի իշխավորում։ Մի քանի խաղաղության պայմանագիր մեր շուրջը կրկվել էր, Սիրիայում էլ կար խաղաղության պայմանագիր, Աստանայի դա ոչինչ չխանգարեց թուրքերին, տերորիստին եւ Միացյալ Նահանգներին տերորիստին իշխանության բերել, կար Մինսկի պայմանագրերը, դա ոչ մի բան, մենք ունենք մեր նոյեմբերի 9 պայմանագիր, դա ոչ մի բան չփոխեց։ Եվ հնարավոր է մանավանդ եթե մեր շուրջը բռնկվի մեծ ռեգիոնալ պատերազմ, այո հնարավոր է, որ ավելի ագրեսիվ գործողությունների դիմի Ադրբեջանը եւ Թուրքիան։ Իսկ այդ պատերազմը արդեն կարող է սկսվել Իրանի հետ կապված process-ն է նկատի ունեք։ Ցավոք սրտի այո, քանի որ հարձակումները Եմենի վրա արդեն տեղի ունենում են, իսկ հութիները Իրանի դաշնակիցներն են, հութիները փորձում էին կանգնեցնել պաղեստինցիների ցեղասպանությունը, որը կատարում է Իսրայելը եւ Իսրայելի լոբին Միացյալ Նահանգներում, ցավոք սրտի ամբողջ աշխարհը լուր նայում է 50,000 մարդ սպանել են, հիմա արդեն ավելի մեծ է թիվը, իրենց չի խանգարում, Լիբանանի վրա հարձակումներ արդեն կան, Իսրայելի արդեն չէ, վաղուց կան, Լիբանանն է արդեն ընդգրկված, Եմենն է ընդգրկված, Իրանին սպառնում են, Տրամպը բացի-բաց սպառնում է, ասում է դուք պետք է մեր պայմանները կատարեք, դա իրենց միջուկային ծրագրի վերաբերյալ, Իսրայելը ունի 200-ից 300 միջուկային ռումբ, ապօրինի ձևով, բայց դա թույլատրվում է, իսկ Իրանը չի կարող ունենալ միջուկային ռումբ, դա էլ ձեր միջազգային օրենքը։ Խաչիկյան, Միացյալ Նահանգներ եւ Իրան բանակցությունները այդ միջուկային գործարքի շուրջ կարծես արդեն բանավոր սպառնալիքների ֆոն են տեղափոխվել, մենք տեսանք թե Թրամփը ինչպես է սպառնում Իրանին, դրան ի պատասխան հնչեց նրանց հոգևոր առաջնորդի հայտարարությունը, այսինքն այստեղ իսկապես կա հնարավորություն էսկալացիայի տարածաշրջանում եւ դա եթե Աստված մի արածե տեղի ունենա հարավային Կովկասի վրա ինչ հետևանք կարող է ունենալ։ Նախ այո, էսկալացիայի հնարավորություն կա, ինչպես ասացի, ռմբակոծությունները շարունակվում են Եմենում, արդեն քաղաքացիական զոհեր ունենք Եմենում, հութիների վրա հարձակումներ են տեղի ունենում, Միացյալ Նահանգները իր օդային ուժերը տեղափոխում է Հնդկական օվկիանոսի իր բազաներում, Իրանը շատ հնարավոր է որ օդային հարվածներ լինեն, կամ կսպառնան, կստիպեն որ ինչ-որ զիջումների գնան, կամ եթե չգնան կարող են ինչ-որ հարվածներ հասցնել, ստիպել որ գնան ինչ-որ զիջումների, ինչ-որ բանակցությունների, կամ լայնածավալ հարձակում կարող է լինել, որը ողբերգություն կլինի, քանի որ Իրանը ասել է որ պատասխանելու է, հակահարվածը լինելու է ոչ թե միջուկային, այլ Միացյալ Նահանգները ուզում են հարվածեն միջուկային օբյեկտներին Իրանի տարածքում, նրանցից մեծ մաս, որքանով ես հասկանում եմ, բավականին մեծ խորության վրա են, այո, ստորգետնյա օբյեկտներ են, որոնք շատ դժվար է լինելու, ոչնչացնել, խոցել, այո, Իրանն էլ ասել է, որ հակահարվածը լինելու է ամերիկյան բազաների դեմ, նրանց հրթիռները բավականին մեծ հեռավորություն ունեն, 1000 կիլոմետր դա միջինն է, անգամ ավելի շատ, այսինքն բոլոր այս ռեգիոնում, արաբական երկրներում, Թուրքիայում,
եւ Հնդկական օվկիանոսում այդ բազաները նրանք կարող են խոցել։ Դրանից հետո իհարկե մեծ էսկալացիա է լինելու, ավելի կոշտ պատասխան Միացյալ Նահանգների կողմից եւ աստված չկա ինչ որ միջուկային օբյեկտներ խոցվեն եւ այդ իրավիճակում ոչ ոք չի հիշի Հայաստան առանց դրա էլ չեն հիշի Հայաստանը տեսեք այսօր Գերմանիան ներողություն խնդրեց Ադրբեջանից Արցախի դրոշի համար Արցախի դրոշի համար եւ հեռացրեց եւ ասեց որ Արցախում հայեր էին ապրում դրա համար ներողություն խնդրեցին Մեզ հիմա էլ ոչ մի երաշխիք չի տալիս, ոչ մի ռազմական ռեալ օգնություն մենք չտեսանք, չնայած այս քարոզիչները տարիներով մեզ հեքիաթներ են պատմում, ոչ մի ռեալ բան չեղավ, մենք չտեսանք։ Մեզ ուղղակի ինչպես ժողովուրդը ասում է, ոտի տակ մենք կընկնենք, եթե այսպիսի պատերազմ սկսվի։ Իսկ բայց իմ կարծիքով Ռուսաստանը փորձելու է միջամտել, փորձելու է խաղաղ ձևով սալուցել, քանի որ Իրանը Ռուսաստանի դաշնակիցն է այս ռեգիոնում, Իրանը զսպում է արևմուտքի ազդեցությունը, Իրանը հսկայական օգնություն տրամադրեց Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի ժամանակ այս շահիդները, որոնք գերան դարձան, դա հիմնական զենքն է Ռուսաստանի եւ մեծ մասը ամբողջ քանակը գնել է Իրանից։ Դրանից հետո թողնել որ Իրանին ջախջախեն, մանավանդ որ պայմանագիր ունեն Իրանի հետ, իրենց դժվար կլինի։ Իմ կարծիքով փորձելու են ամեն բան անել, որ սա խաղաղ ձևով լուծվի եւ օգնություն կտրամադրեն, բայց ուղիղ բախման Միացյալ Նահանգների հետ իհարկե չեն գնա։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Եթե այս խաղաղ ձևով սա լուծվի եւ եթե մենք ունենայինք կոմպետենտ կառավարություն, մենք կհենվեինք հենց Իրանի, Ռուսաստանի, գուցե ուրիշ երկրների մեր ռեգիոնում։ Այսինքն դա շանս կլիներ նաեւ Հայաստանի համար։ Պարոն Խաչիկյան, հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ Փեշեսկյանը գնալու է Բաքու եւ այս այցը բավականին հետաքրքիր է եւ այս ամբողջ գլոբալ հակամարտությունների ու հնարավոր սցենարների ենթատեքստում, որովհետև Ադրբեջանը Իրանի դեմ հնարավոր հարձակման դեպքում ֆորպոստ է լինելու եւ կարևոր նշանակություն է ունենալու, բայց սա կարևոր է նաեւ Սյունիքի միջանցքի այսպես կոչված միջանցքի հետ կապված զարգացումների կամ հնարավոր սցենարների համատեքստում դուք ինչ եք կարծում, ինչ օրակարգով է նա գնում Բաքու։ Դե եթե մենք իրենց տեղը լինեինք եւ եթե սպասվում է հարձակում Միացյալ Նահանգներից, մենք երևի Ադրբեջանից կարծնեինք, թե ինչ դիրքորոշում կունենա Ադրբեջանը, ինչ սպասել Ադրբեջանից, արդյոք իսրայելական բազաները օգտագործվելու են թե ոչ, գուցե փորձել այնպես անել, որ Ադրբեջանը չմիջամտի, չմասնակցի այդ հարձակմանը եւ իհարկե ադրբեջանցիները ինչ որ գին կպահանջեն։ Իսկ այս ռեգիոնում գին մուծողը միշտ մեկն է, մենք ենք, այո։ Հնարավոր է, Աստված չտա իհարկե, որ Ադրբեջանը ինչ որ խոստումներ տա Իրանին, չմասնակցել, չաջակցել, Իսրայելին թույլ չտալ օգտագործել այդ բազաները, բայց ստանա ինչ որ զիջումներ մեր հաշվին։ Եվ հնարավոր է նաև որ մեր հարցը այնտեղ քննարկվելու է, գուցե Իրանը շարունակի դիմադրել այդ Զանգեզուրի միջանցքին, քանի որ Իրանի համար դա մեծ խնդիր կլինի, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը միանան, փաստորեն ՆԱՏՕ-ն դուրս է գալիս Կասպից ծով, Իրանը շրջափակվում է հյուսիսից։ Հույսով եմ, որ նրանք այդ զիջումների չեն գնա։ Եվ ես հույսով եմ, որ Ռուսաստանը եւ Իրանը կզսպեն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների այս հարձակումը, որովհետեւ դա մեր շահերից չի բխում։ Մեր բնական դաշնակիցները այստեղ Իրանն են, Ռուսաստանը որոշ չափով, չնայած Ռուսաստանը եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի շատ լավ հարաբերություններ ունի, եւ Իրանը։ Եվ մենք պետք է, եթե մենք կոմպետենտ կառավարություն ունենանք, հենվեինք հենց այդ պետությունների վրա եւ մեր տարածաշրջանում մանկայինք բնական դաշնակիցներ, գուցե արաբական երկրների։ Եվ պարոն Խաչիկյան, վերջում ռուս-ամերիկյան բանակցությունները կուզեմ վերլուծեք, այս փուլում ինչ կարող եք ասել, թվում էր թե շատ դրական ազդակներով սկսեցին այդ բանակցությունները, բայց կարծես թե դանդաղել են եւ կարծես թե առնվազն մինչեւ այս փուլը շոշափելի ինչ որ արդյունք չկա եւ ռազմական գործողությունները շարունակվում են։ Այո, լավ չեն գնում բանակցությունները, Տրամպը զայրացավ Պուտինի վրա, քանի որ Պուտինը ասաց, որ Զելենսկին այնպիսի մարդ չէ, որ ես կարող եմ իրեն վստահեմ, անվստահելի է, իր հետ բանակցություններ դժվար է վարել, Տրամպը բարկացավ եւ անգամ սպառնաց լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել, նա շատ էմոցիոնալ մարդ է։ Մի մարդ, որ ասում է Գրենլանդիան պետքա մերը լինի 21-րդ դարում մի ամբողջ երկիր գրավելը, չնայած մեր աչքի առաջ Սիրիան գրավեցին, այլ տերորիստի օգնությամբ։ Դա ոչ մեկին չխանգարեց։ Եվ Արցախում էթնիկ զտում տեղի ունեցավ։ Դա ոչ մեկ չնկատեց, իհարկե։ Հա, եւ մենք այստեղ ասել ենք, տարիներով ասել ենք, որ սա հեշտ չի լուծվելու, սա շատ դժվար հարց է եւ Ուկրաինան եւ Ռուսաստանին շատ դժվար լինելու զիջել։ Զելենսկին նույնպես ասաց, որ մենք այսպիսի զիջումներին չենք գնա։ Մեր համար սա կարող է շարունակվել երկար ժամանակ, շաբաթներ, եթե ոչ ամիսներ։
Ռուսաստանը այո կամ շատ դանդաղ, բայց առաջ գնում է։ Դժվար է ասել որտեղ են ռուսները կանգնելու, ինչպես են ուկրաինացիները համաձայնվելու այսպիսի զիջումների եւ ով է լինելու Ուկրաինայի ղեկավարը, որը դա կստորագրի եւ այդ մարդը ինչքան օր է ապրելու դրանից հետո, որովհետեւ Զելենսկին դա չի ուզում ստորագրել։ Մեզ համար ինչն է կարևոր, միշտ հիշել այն պատկերը, երբ Զելենսկուն, ինչպես ժողովուրդը ասում է, շան օրը գցեցին Վաշինգտոնում, որովհետեւ չնայած շներին չի կարելի վատ վերաբերվել, բայց Վաշինգտոնում տեսեք ինչ վիճակում էր այդ մարդը։ 3 տարի Իրան եւ իր ժողովրդին, իր երկրին խոսք էին տվել, որ դուք կարող եք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող եք դառնալ Եվրոպայի անդամ, որ մենք կերաշխավորենք ձեր անվտանգությունը, ինչ որ սուտ փաստաթղթեր են ստորագրել եւ գալիս է մի գեղեցիկ օր 1 միլիոն մարդ գործունելուց հետո 10-ից 14 միլիոն փախստական ամբողջ երկիրը ավիրվեց։ Այդ խեղճ երիտասարդներին փողոցներում բռնում տանում սպանում են ֆրոնտում։ 3 տարի հետո այդ մարդը ասում է, բա ինչ եղավ։ Չի լինի, ՆԱՏՕ չի լինի։ Այսինքն փաստորեն խաբեցին, մի ամբողջ երկիր խաբեցին, մի ամբողջ ժողովուրդ խաբեցին։ Այդ սուտ խոստումները իրանց տվեցին եւ այնտեղ կատարվում էր նույն բանը, ինչ որ կատարվում է մեր մոտ։ Գործում է այդ քարոզիչների ցանցը, որը ֆինանսավորվում է արևմուտքից եւ այնտեղից իրանց հրահանգներ են ուղարկում։ Բոլորին կխոստանաք, որ մենք կդառնանք Եվրոպայի անդամ, կխոստանաք, որ մենք կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ։ Գնում եք այս պատերազմի, կորցնում եք ձեր մի ամբողջ սերունդ, մի քանի սերունդ երիտասարդների, կորցնում եք, հետո ասում են, այսպեսի բան չի լինի։ Նույն բանը եղավ մեզ հետ։ Մեզ 7 տարի առաջ ասում են, որ մենք դեմոկրատական երկիր ենք, արևմուտքը մեզ կօգնի, այդ հրճվանքը հիշում եք, այդ բոլոր արևմտյան կանալների ներկայացուցիչները Երևանում էին, ես այստեղ էի 18 թվականին։ Այո, հիշում եք, ինչ ոգևորություն էր մեր բոլորը թավշյա խոստումները, բոլորը սուտ դառան, դուրս եկան։ Եվ մեզ այդ նույն ձևով ոգևորեցին, Ռուսաստանից փոխեցին, մեր հարաբերությունները Ռուսաստանից փչացրեցին, կրվածեցին, ասեցին դες Եվրոպան կօգնի։ Եվ տեսակ հետևանքը, Արցախը կորցրեցինք, հիմա անգամ մեր տարածքը չեն կարողանում պաշտպանել։ Դա թող դաս լինի, եթե ինչ որ մարդ ուզում է դաս քաղի, այն մարդկանց, ովքեր հավատում են այս միամիտ հեքիաթներին։ Հեքիաթներին հավատալը շատ վտանգավոր բան է միջազգային հարաբերություններում։ Շնորհակալ եմ պարոն Խաչիկյան վերլուծության համար, հարցազրույցին սպասեք վաղը։